Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ի մեզ հետևողներ։ Արտ-Կվարտալ արվեստի համայնքը յուրաքանչյուր տարի նոր ցուցահանդեսային նախագծով տոնում է իր տարեդարձը։ Այս տարվա ցուցահանդեսի ու միջոցառումների ծրագրի մասին խոսենք Արտ-Կվարտալի համահիմնադիր, ցուցահանդեսի համադրող, նկարիչ Սերո Սողոմոնյանի եւ արձակագիր Արամ Ավետիսի հետ։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարեցես։ Ասում եք, որ յուրաքանչյուր տարի ընդարձակվում եք, ձեր այսպես ծավալները մեծանում են եւ նոր կոնցեպտ եք ընտրում ժամանակին համահունչ, ինչը որ շատ կարեւոր է։ Եկեք սկսենք այդ ծավալներից, ինչ ծավալների մասին է խոսքը։ Առաջին հերթին արվեստագետների յուր արվեստագետների ներգրավվածությունը առաջին հերթին այդ ծավալի մասին է խոսքը, երկրորդային մարդիկ ովքեր որ առասարակ իրենց investment-ն ունենում, ներդրում են ունենում ցուցահանդեսի ու պրոյեկտի կայացման հարցում, ավելի մանրամասն իհարկե արդեն ԱՎՏ-ի մասով էլ Արամի մասով էլ կխոսենք, որովհետև շատ հիմնարար բան է ինքը ներդրում ունի կոնկրետ այս ցուցահանդեսի մեջ։ Իսկ ընդհանուր ծավալների մասով այո ամեն տարի Արտ-Կվարտալը գնալով իր ծավալները մեծացնում է պետք է ուղղակի հասկանալ ոչ ֆիզիկական ծավալների մասն է խոսքը որովհետև շենքի ու տարածքի սահմանները սահմանափակ են բայց միջոցառումների պրոյեկտների ու արվեստագետների մասով տենց սահմանները շատ լայնանում են Առաջին հերթին ճիշտ կոնցեպտով ամեն տարի շատ ճիշտ նշեցիք այդ ժամանակին համահունչ կոնցեպտը, որովհետև կոնցեպտը կարևոր է ընտրել ժամանակին համահունչ ու այդ ժամանակին համահունչ լինելն է, որ ինչու է կարևոր ժամանակին համահունչ լինել։ Եթե ժամանակին համահունչ չլինի, ուղղակի այսքան մարդ, այսքան տաղանդավոր մարդ չի համախմբվի այդ իդեայի շուրջ, այդ պրոյեկտի շուրջ, հա։ Այս տարի ֆենոմենը ինչումն է, թե երկի այսքան համերգի պերֆորմանսի մասով, թե նկարիչների ու թե գրողի մասով համախմբվել ենք, որովհետև թել կոնցեպտը, թելն է վերնագիրը, հա, ցուցահանդեսի, թել կոնցեպտը հենց այդ համախմբման մասին է, իրար կապված լինելու մասին է ու այդ գործիք այդ միջոցի մասին է։ Հիմա շատ արդիական է այդ թեման մեր երկրում, մեր պետության մեջ մենք պիտի միասին լինենք, մենք պիտի իրար թելով կապված լինենք ու հենց դա ենք ուզում մատուցել այս ցուցահանդեսով։ Այսինքն այս տարվա կոնցեպտը միասնականության կոչ է, հա, կարելի է այդպես ասել։ Այո, բայց շատ ալեգորիկ, այսինքն արվեստով, ժամանակակից արվեստով մենք խոսում ենք ժամանակի խնդրի մասին, չբարձրաձայնելով ժամանակի խնդիրը։ Իսկ Արամ, ես կուզեի ձեր կարծիքը նույնպես լսել ընդհանրապես ժամանակին համահունչ լինելու մասին։ Եթե ժամանակին ինձ թվում է համահունչ չլնես, շնչահեղձ կլինես, այդ հունչի մեջ այդ շունչն էլ կա երևի, այստեղ գամի բառախաղային բաներին, համար երբ որ համահունչ չես, շնչահեղձ ես լինում երևի, որտեղ մնում ես հետ։ Առաջ կարելի առաջ նայել ու ամենայն դեպս ժամանակակից հայ արվեստագետներ, ովքեր մենք հավաքվել ենք, ամենայն դեպս փորձում ենք նայենք առաջ ու ինչ որ մի բան անում ենք, հիմա դա արդեն ոնց կստացվի, դա արդեն կգնահատեն նրանք ովքեր դա ամեն ինչը կտեսնեն։ Ինչ վերաբերում է ինձ, ես Սերոյի առաջարկով գրեցի մանիֆեստ, հենց թելի թեմայով, ու այդ մանիֆեստը ավելի շատ ոնց որ ավելի շատ այտենց անձնական մանիֆեստ է, բայց այդ անձնական այդ Սերոյի ասած թելը որ կապում է, այդ ամեն մեկը կապված է այդ թելին, որովհետև այնտեղ հենց այդ արվեստագետի բանն է, ճանապարհն է ու հենց թելի սիմվոլիկա, որովհետև թելը ինքը կարա լինի եւ շատ պինդ եւ շատ թույլ ու հետաքրքիր է որ վերջերս կարդում էի վերընթերցում էի Ժենեի բանը մի ստեղծագործություն, որը կոչվում է Լարա Խաղացը, որտեղ իր անկերներից մեկը հայտնի Լարա Խաղաց էր ու ինքը այդ Լարա Խաղաց ստեղծագործության մեջ բերում արվեստագետի կերպարը, որ արվեստագետը անդադ գտնվում է մահվան եւ կյանքի արանքում ամեն րոպե ինքը կարա ընկնի ու այս դեպքում իմ մանիֆեստը սկսում է նրանով որ Լարա Խաղացի կերպարը ոնց որ խլուրդի կերպարն է գալի, այսինքն այն կույր կենթանին կամ այն կույր բնազդը, որը անընդհատ արվեստագետի մեջ կա ու ինքը պիտի այդ թելի վրայով անցնի ու իրան ավելի շատ երևի շանսերը ավելի շատ ոչ թե 50-50 են, այլ 10-90 կործանվելու առումով, բայց մեկը ինքը չի դադարում անցնել այդ ճանապարհը, որովհետև դա իր առաքելությունը ու ինքը այդ առաքելությունը ուզի թե չուզի պիտի անի։
Ես կարծում եմ, որ արվեստագետը պիտի ավելի շուտ արթուն եւ զգոն լինի, քան խլուրդի նման այսպես կույր։ խլուրդը բավականին արթուն կենդանի է, բավականին արթուն կենդանի է ու հետաքրքիր է, որ մի արթնությունը ներքին է, հա, երևի ներքին է, հա, որտեղ իր բնազդները շատ ավելի զարգացած են, քան էակների, ովքեր ավելի շատ տեսնում են։ Հետաքրքիր է, որ մի շատ հետաքրքիր էլի էսեյ կարդում ես կակրաս խլուրդների մասին, որ խլուրդների բանը մաշկի մազերը երբեք հակառակ ոնց որ իրանք եւ հակառակ են ցալվում մազը հակառակ եւ այսինքն ինքը միշտ գտնում է ճանապարհը ու երբեք չի խցանվում իր այսինքն ոչ մի ճանապարհի մեջ ինքը երբեք չի խցանվում, այլ խլուրդը, որը չի խցանվում, այդ արվեստագետը այդ կերպարն է, էլի, որ ինքը ոչ մի չի խցանվում, չէ ուզում որ ինչ-որ մեկը խցանի, ինքը պետք է անցնի իր ճանապարհը։ Հետաքրքիր է, կարելի է ասել նաև, որ կոնկրետ այս համագործակցությունը արվեստագետների հետ եւ արտ կվարտալի հետ փորձ է նաև գրականությունը արվեստին կապելու, որովհետեւ մենք քիչ ենք տեսնում այդպիսի դեպքեր, որ գրականությունը գալիս է արվեստի դաշտ, արվեստը գրականության եւ այլն։ Դե սերուն հետաքրքիր բան է մտածել կապված մանիֆեստի հետ, կարող է ինքը պատմի ինչա, որպես նկար, այսինքն գրականություն, երբ որ նկարը դառնում։ Նախ մի հատ թեմային, այսինքն անձնական մանիֆեստ որպես մի հատ թեմային թեթև հղում անեմ, հանուն արդարության պետք է ասեմ, մանիֆեստը ովքեր որ կկարդան այնտեղ ովքեր կարող են տեսնել, կարող են կարդալ, այնտեղ կտեսնեն մեծ հաշվով, որ երկու մասի է բաժանված տեքստը, այն իմաստով, որ առաջին հատվածում գրողը իր հայացքից է խոսում, երկրորդ հատվածում նկարչի հայացքից է խոսում, այսինքն այդքան էլ անձնական չէ, ուղիղ արվեստագետի մանիֆեստ է, շատ հետաքրքիր է, ես այնտեղ փուճուր հղում եմ արել, այո, էքսպերիմենտ ենք ուզում անել այն իմաստով, որ կերպարվեստի ցուցահանդեսին Հայաստանում հայկական իրականության մեջ առաջին անգամ ներկայանա գրողը իր աշխատանքով, բայց ոչ կարդալով ուղակի, հա, տեքստը բնօրինակով ստորագրված ռամկայի մեջ կախված է լինելու ցուցասրահում որպես արվեստի գործ, հա, իսկ կողքը արդեն տպագիր տարբերակով լինելու է համադրողի հղումը մանիֆեստին։ Իսկն Արամը այս դեպքում ոչ միայն մանիֆեստը կազմողն է, այլև արտիստ, ով ներկայանում է, այո։ Այդ էքսպերիմենտը շատ կարևոր է ու ես անձամբ հետևողական եմ լինելու իմ ապագա բոլոր պրոյեկտներին, որ հնարավորին շատ ճյուղերի արվեստագետներ միավորվեն մի կոնցեպտի շուրջ, այդ շատ կարևոր է։ Ուղղակի ոչ թե ուղղակի միավորվեն ու իրար հետ աշխատեն, այլ մի կոնցեպտի շուրջ, այդ պատերը ուղղակի կքանդի իրականում։ Այս դեպքում տեքստը դառնում է արվեստի գործ, փաստորեն։ Այո։ Իսկ վիզուալությունը ապահովում է այդ տեքստի։ Միանշանակ, այնպիսի վիզուալություն շատ փակագծեր չեմ բացի, բայց ձեռագրով գրված հեղինակի կողմից լավ թղթի վրա ու լավ ռամկայով, որը որ կախված է ստորագրությամբ, այդ արդեն նկար է։ Այդ արդեն արվեստի գործ է։ Իմ ձեռագրով, մանավանդ որ չի հասկացվում, առասարակ համար են կողքը ինքը կարա ընկալվի որպես абստրակտ նկար։ Абստրակտ նկարություն, հա, Սայդ Հոմբլի։ Իդեպ թելը նաև ասոցացվում է պարանի հետ, քանի որ ես այսպես թերթում էի ձեր էջը արտ կվարտալի եւ տեսա, կարծեմ Հարութի արած ֆոտոն եւ լուսանկար էր թե չգիտեմ ինչ գործ էր, որտեղ պարան էր ասոցացվում այդ թելը, ինչը նաեւ վտանգավոր տեղ էր կարող է տանել։ Շատ։ Կոնցեպտի մեջ, որը որ փակցված կլինի ու կհրապարակվի, այնտեղ մի շատ կարևոր նախադասություն կա, որը գրել եմ։ Թելը կապող միջոց է, մենք բոլորս միմյանց կապված ենք, բայց պիտի այնպես անենք, որ չկախվենք միմյանցից ու թելը չդառնա պարան։ Ու հենց այդ ալեգորիան է խոսում, այսինքն տողատակ կա նկարի ու վերնագրի մեջ։ Մենք պիտի այնպես անենք, որպեսզի թելով կապված լինենք, ոչ թե պարանով կախված։ Այդ շատ կարևոր ալեգորիա է։ Այո, որպեսզի ցավագին սոցիում, ցավ պատճառող ցավերի մեջ ապրող սոցիում չդառնանք ուղակի, հա, որովհետեւ պարանից կախված ուզում եք միավորված տեսնել ընդհանրապես հասարակության։ Դա ինչ որ այսօրվա խնդիրների հետ է կապված, քաղաքական, հասարակական process-ներից ելնելով եք այդ մտքերին հանգել, այդ կոնցեպտը ընդհանրապես վերցրել։ Իրականում Հարությունի հետ, Անի հետ համահիմնադիրների, հա, արտ կվարտալի երբ շփվում ենք, հասկանում, այսինքն այս թեմաներով երբ խոսում ենք, հասկանում ենք, որ արտ կվարտալը այն կենտրոնն է, որ պիտի փորձի մաքսիմալ
համախմբի մարդկանց։ Բայց ես ուզում եմ մի քիչ ուրիշ կողմից գալ այս կոնցեպտին։ Ես վերջերս ուսումնասիրում եմ էգզիստենցիալներին, ես ուզում եմ մի քիչ գրական հղում անել, որպեսզի դու էլ Արամջան բան անես։ Չէ, բաց խոսալ է հղում անես ու համալրես, հա, առասարակ միտքը։ Կոնկրետ իմ աշխատանքը, որ ես ներկայացնելու եմ, մարդու պատմության առաջի էգզիստենցիալիստների մասին է, բայց կզարմանաք ասեմ թե ում մասին է, Ադամի ու Եվայի, հա, ու այդ թեմայով աշխատանք եմ անում, ուսումնասիրում եմ այդ թեման շատ, ու երբ որ առասարակ կյանքի իմաստի, կյանքի մեջ երբ որ խորանում ես ու այդ իմաստի մասին հարցերն են առաջ գալիս, հասկանում ես, որ մարդը առանձին է, այսինքն ինչքան էլ անհատականություն, մեկը ոչ մի բան չի։ Այսինքն ոչ թե կարա ինչ-որ բան անի կամ չանի, այլ ինքը իրանով ոչ մի բան չի, այսինքն սոցիումը շատ կարևոր է ու այդ սոցիումի համախմբվածությունը ես բերել եմ հենց այդ էգզիստենցիալիզմի հիմքերի մեջ եմ դրել, հա, ու դրա շուրջ եմ փորձել կառուցել ամբողջ կոնցեպտը։ Ցուցահանդեսի ընթացքում տեխնիկապես ու ժանրապես իրարից ահավոր տարբեր արտիստներ են ներկայանալու։ Այդ շատ հետաքրքիր է տեսնել, թե այդ տարբերությունը ոնց է համադրվում մի տարածքում ու մի թեմայի շուրջ։ Այսինքն դու մտնում ես դու մի անգամից ընկալում ես այն ինչ որ գրված այն ինչ որ տալիս ես, բայց կատաստրոֆիկ տարբեր են ամեն ինչ։ Սրա մասին է սենց է հղացել միտքը ու սենց է ձևավորվել առասարակ իդեան։ Իսկ դուք ինչպես կմեկնաբանեք։ Ես էլի քանի որ անդադ ասում վերջես կարդացել եմ, որտեղ անդադ դուք նույնպես այն կարծիքին եք, որ օրինակ առաջին էգզիստենցիալ դրա մեջ ինչ որ մի ճիշտ բան կա, հա, որտեղ երբ որ ընդունված կարգերին դեմ ես գնում, արդեն ինչ որ առումով ոնց որ բունտ ես անում, ինչ որ դրա մեջ արդեն դե ուզես թե չուզես միգուցե գիտակցաբար, միգուցե անգիտակցաբար, բայց ինչ որ հակառակ գնալու միտում մեջ ինչ որ էգզիստենցիա հաստատ կա։ Ինչ վերաբերվում է էլի կոնցեպտին, ես շատ սիրում եմ Կիրիկոյին ու մի մարդ, որը եւ նկարիչ էր եւ գրող, ու Կիրիկոն իր ինքնակենսագրական գրքերից մեկում ինչ շատ տպավորվել է, ինքը խոսում է քարկապ մարդկանց մասին, ու հետաքրքիր որ դուք ասեք այդ պարանը ու այդ նկարի մեջ ավելի այդ բանն է, ավելի շատ ոնց որ հանգույց մարդիկ են, էլի, ու իմ մանիֆեստում էլ կա այդ քարկապ աչքերի մասին, հետաքրքիր հայերենով քարկապը հենց քարն է։ Ինչ նկատի ուներ այդտեղ հանգույց քարկապ մարդկանց ովքեր իրենց չեն ճանաչում, ովքեր փակվել են իրենց մեջ ու չեն կարողանում դուրս գալ, իսկ ստեղ իմ կոնկրետ այս մանիֆեստը, որը գրված է ու կոնկրետ այդ ամեն ինչ որ տեղի ունենալու, ինքը հենց այսինքն թելի մեջ երբ որ այդ պարանի կամ քարկապի գաղափարը, դա նաև դեմ է հենց այդ քարկապ աչքերին, որը ես գրում եմ, որտեղ մարդիկ երբեմն չեն կարողանում տեսնել իրանց շրջապատում այն մարդկանց, ովքեր ստեղծագործում են։ Դրա համար օրինակ այս դեպքում ես ավելի շատ կասեմ, որ իմ համար թելը շատ ավելի կարևոր է, երբ որ կապում է մեզ այն բոլոր մասնակիցներին իրար, այդ մասնակիցները այդ թելը իմ համար շատ ավելի կարևոր է, քան թե եթե դա կապի ինձ սոցիումի հետ, որտեղ սոցիումը իմ կարծիքով ավելի շատ բաղկացած են մարդկանցից, ովքեր չեն ուզում այդ քարկապներից դուրս գան, կամ եթե մի բան ինչ իրենց հակառակը գնում, ինչ որ օրինակ Սերոնն ասում է այդ Ադամի Եվայի թեման, երբ որ դու հակառակ ես գնում դրված օրենքներին, իրանք դրանից վախենում են, ու այսինքն իմ համար այդ ամեն ինչը դեմ է հենց այդ քարկապությանը։ Շատ լավ, դե եկեք խոսենք ցուցահանդեսի կարևոր շեշտադրումների մասին, ովքեր են մասնակիցները, քանի հոգի են մասնակցում եւ արդյոք դա սահմանափակվում է միայն կտավների ցուցադրությամբ, թե նաեւ կա այնտեղ ինստալացիաներ, ժամանակակից արվեստի այլ լուծումներ։ Հա, միանշանակ ու մեծ սիրով։ Ցուցահանդեսին մասնակցում են 14 արտիստներ, քանդակագործներ, նկարիչներ ու կոնցեպտուալիստներ։ Այսինքն լինելու է եւ ինստալացիաներ, եւ գեղանկարներ, եւ քանդակներ, եւ ձայնային լուծումներ, հա, ընդհանուր ցուցահանդեսի բացումը ուղղորդվելու է համերգային շոուով, որտեղ չասեմ շոու շատ սխալ է, չէ՞, մի տեսակ հնչում պերֆորմանսով, որտեղ իրենց ներկայությամբ հիասքանչ էներգիայով են լցնելու տարածքը Միքայելը Ոսկանյան կներես Պիկչյան, Ազարանք, Միքայելը Ոսկանյան, Արտուր Խաչյանց ու Շուշանը Պետրոսյան։ Նկարիչների ցանկում ենք ես, հիմնադիրներ Հարությունը
Հովսեփյան, Անին Չոփուրյան, Արմանը Նուր, Ժորան Գասպարյան, Գայա Ղազանչյան, մի խոսքով հիմնական Դրանք ձեր համայնքի անդամներն են, այսինքն ձեր միջավայրի մարդիկ են, թե դուք ընտրել եք, թե ում հրավիրեք եւ ով այնտեղ ելույթ ունենա կամ ներկայանա։ Ընտրված թիմ է, իհարկե, բայց հիմնական մասը համայնքի ներկայացուցիչներն են, ռեզիդենտներն են, բայց հրավիրյալ ընկերներ, Գարեգինը, Ռաֆին Եդալյան առաջին անգամ ներկայանալու է իր աշխատանքով, շատ ուրախ եմ ինչի համար։ Ու տենց, այսինքն հիասքանչ իրականում թիմը հավաքվել նկարիչների, արտիստների, ովքեր որ նոր բան ունեն ասելու առասարակ արվեստի մեջ ու շատ կարևոր է գիտեք ինչ որ ոչ միայն տաղանդավոր նկարիչ ընտրելը կամ պրոֆեսիոնալ նկարիչ ընտրելը, այլև ակտիվ նկարիչ ընտրելը, այսինքն ով անընդհատ աշխատում է, հա, որովհետեւ ինչպիսի ակտիվություն քաղաքացիական դիրքորոշ մասնագիտական խոսքը, այսինքն անընդհատ ինքը աշխատում է ու անընդհատ նոր բան ունի ցույց տալու, նոր խոսք ունի ասելու, այդ շատ կարևոր է։ Ես անձամբ շատ կարևորում եմ իմ պրոյեկտների մեջ ընտրում եմ նրանց մասնակիցների, անկախ նրանք ընկերներ են, բարեկամներ են, թե չէ, ընտրում եմ նրանց մասնակիցների, ովքեր որ նոր բան ունեն ասելու ու շատ ակտիվ են։ Իմիջիալոց ամեն տարի ես համել փորձում եմ նորեկներին ոլորտում ու ինչպես անցյալ տարիներին, այս տարի էլ մի գոբելեն արտիստ, գոբելեն գործող արտիստ Լիաննան, ով նոր է մտնում ոլորտ, կներկայանա այս ցուցահանդեսում իր հիասքանչ երկու աշխատանքներով։ Խոսքով, ընդհանուր այս օղակի շուրջ է պատտվում ցուցահանդեսը։ Հետաքրքիր է, արդեն 4-րդ տարին է, ասում եք, Արտ Կվարտալը գործում է։ Մենք գիտենք, որ դա գտնվում է Երևանի ամենահին, այսպես բակերից մեկում եւ շարունակում է իր այսպես գործունեությունը։ Այնտեղ դուք ուզում եք ինչ-որ ամեն գնով, ես գիտեմ, որ ջանքեր կան այդտեղ բոհեմային միջավայր դարձնելու, բայց արդյոք այդ ժամանակները էլի շարունակվում են, արդյոք հնարավոր է մեր ժամանակներում բոհեմ եւ արվեստային բոհեմ, արվեստային միջավայր։ Միանշանակ հնարավոր է։ Իսկ թվում է Արամը կփաստի, քանի որ ֆիզիկապես ներկա է այստեղ ու մեր մնացած բոլոր ընկերները։ Դե կարծում եմ դա այդ ընդհանրապես այդ մշակույթը հնացել է իմ կարծիքով, որովհետև մարդիկ հիմա սոցցանցերում են բնակվում, չէ՞։ Սոցցանցերում են բնակվում, բայց ես այդքան էլ համաձայն չեմ, որ սոցցանցերում բոհեմը, մենք տեղափոխել ենք սոցցանցեր բոհեմը։ Այդքան էլ համաձայն չեմ այն մտքի հետ, որ բոհեմը հնացել է կամ արդեն հին բան է իր կոնցեպտով կամ մշակութային իր ակտիվությամբ։ Դες որ նայենք մարդն էլ արդեն հնաց է, արդեն մարդը ամեն ինչ մարդու հետ կապված արդեն հնաց է։ Ժամանակակից է դարձել։ Մենք երբ որ հավաքվում ենք ընկերներով լուսաբացներ ենք դիմավորում։ Հնացել է արդեն, էլի։ Իհարկե, եթե կարեստական բանականություն մարդը մարդն էլ է հնացել, համար իսկ Արտ Կվարտալի գոյությունը հիմա պիտի սրա մասին ասեմ։ Արհեստական բանականությունն էլ ներառես որպես ռեզիդենտ որպես նոր ռեզիդենտ պորտֆոլիո ներկայացնի, հասկանանք, կարա ներկայանալ, բայց որպես մասնակից կարելի է մտածել, իմիջիալից տենց իդեա կա պրոյեկտի։ Արտ Կվարտալի գործնեության հիմա ամբողջ դժվարությունները ընկած են ընկերներս Անի ու Հարութի վրա։ Իրականում ես քանի որ ուրիշ իմ պրոյեկտներով եմ հիմա զբաղված արդեն մոտ 10 ամիս է, օգնում եմ հիմնականում նմանատիպ կոնցեպտուալ պրոյեկտների մեջ, այդ ամբողջ ծավալը ծանրության հիմա իրանց վրա է ու ես չգիտեմ իրանք ոնց են տենց քրքաշ տանում այդ իմաստով ու հենց դրա արդյունքն է, որ այդ բոհեմը ամեն դեպքում պահպանվում է, որովհետև տեսեք բոհեմը ինչ է, բոհեմը արվեստագետների հավաքն է, ինչ որ մի միջավայրում, որտեղ որ ապրում են, աշխատում են ու ժամանակ են անցկացնում։ Բոհեմը դա է։ Ու Արտ Կվարտալը այն կենտրոնն է, կամ այն կենտրոններից մեկը Երևանում, որտեղ որ ոչ միայն ռեզիդենտները, ամբողջ քաղաքից ու ամբողջ Հայաստանից հավաքվում են արվեստագետներ անընդհատ, առանց պայմանավորվելու, ուղղակի հավաքվում են ու իրենց օրերն են անցկացնում։ Մենք որ հավաքվում ենք, մինչև լուսաբաց քեֆ, ուրախություն, պոեզիա, արվեստ, երաժշտություն, գինի, հին բաներ, հա, հին բաներ, որոնք որ ինչև է, հա։ Հետաքրքիր է, բայց գիտես որ բոհեմ բառը նշանակում է ռուսերենից թարգմանությամբ, հետո ես հայերեն թարգմանեցի, կոչվում է ցիգանշինը։ Այսինքն գնչուականություն ինչ որ առումով։ Ոնց որ մենք հին գնչուներ ենք։ Դե հետո բոհեմը որպես մշակույթ ձևավորվել է ավելի շատ 18-րդ դարի վերջում Ֆրանսիայում, այսինքն երբ աղքատ արվեստագետները հավաքվում էին,
տենց իրենց այդ արվարձանային թաղամասերում ու իրեն ժամանակ բոհեմական կյանքա տեղից է եկել, բայց այնքան գեղեցիկ է, որ ես գոհ եմ։ Լավ, քանի որ աղքատ արվեստագետների մասին խոսեցիք, եկեք խոսենք նաև եկեք խոսենք հասկանանք, թե արդյոք այդտեղ կվարտալի շրջանակներում բնակվող այսպես արվեստագետները հնարավորություն ունենում են այսպես եւ ինքնաարտահայտվեն եւ աղքատ չլինեն նաև Իրական մենք ամեն ինչ փորձում ենք անել դրա համար, որպեսզի օքեյ, ինչքան որ հետաքրքիր անցնի ժամանակ, ինչքան բոհեմական անցնի, նաև ֆինանսական իմաստով կայունանա։ Մի քիչ դժվար է հենց կայունացնելը, բայց փորձում ենք ինչ-որ արձագանքներ ստեղծել ֆինանսական իմաստով մեր արվեստագետների համար ու առաջին հերթին դա մեր համար, որովհետև առաջնային ներկայացվող արվեստագետները մենք ենք, հա, հենց։ Շատ բարդ է իրականում Փորձում ենք ամեն ճանապարհ օգտագործել, կան այդ ճանապարհները, քթել ենք, կապեր ենք ստեղծել, տարատեսակ պրոյեկտներ ենք անում, դժվարությամբ, բայց ասենց քայլ առ քայլ գնում ենք առաջ։ Մի հետաքրքիր բան տիպաստեմ, որ այս տարիների ընթացքում գրեթե տենց ցուցահանդես չի եղել, որ գոնե մի գործ չվաճառվի։ Այսինքն միջին ստատիստիկայով եմ ասում, հա։ Այդ շատ կարևոր է իրականում այն իմաստով որ մենք շատ դրա վրա չենք աշխատում որտեղ մենք կլասիկ գալերի չենք ցուցասրահ չենք որտեղ որ աշխատում ենք վաճառքների վրա էլի այդ իմաստով ու նմանատիպ բաներ փորձում ենք անել բայց Երևանում գիտեք որ նկարիչների գրողների համար շատ այս մարդը մեռավ գիրք տպելով բայց առավոտից իրիկուն մեռավ ու գիրք տպելով բայց քանի որ փողից խոսեցին անպայման նշի որ դա շատ կարևոր բան է որ մուտքն ազատ է լինելու այդ օրը բայց հետո մենք էլ ենք մարտոզում ենք հացուտենք հետո վճարվի ալի ու ասա որ մենք քանի որ մասնակցում ենք այդ ցուցահանդեսին որպես ինչ որ առումով կազմակերպիչներ ենք մենք աղքատությունը վերցնում ենք առաջինը մեր վրա մարկային հոգու աղքատությունը վերցնում ենք առաջինը մեզ վրա Արամ ես կուզեի նաև ձեր կապերի մասին խոսեինք ընդհանրապես կա գրականության համար տենց ինչ որ ակտիվ միջավայր այնտեղ կան ուրիշ գրական մարդիկ գրականությամբ զբաղվող այո որ հետաքրքրված են այդ տարածքով այդ բակում հանդիպումներ շփումներ են լինում հետաքրքրած այսինքն այնտեղ ես օրինակ կազմակերպել եմ իմ գրքի ընթերցանությունը ու այնտեղ շատ գրողներ են կազմակերպում իրենց ընթերցանությունը գրքերի որտեղ տեղը հարմար է ու իրոք հավաքվում են մարդիկ ում իրոք հետաքրքիր է առհասարակ արվեստը իսկ եթե ուղղակի ժամանցի ու ինչ որ հավես ժամանակ անցկացնելու համար իհարկե հավաքվում են ու խոսում, կարդում, գիտեք ինչ, իրականում այդ բոհեմը անպայման չի, որ տենց որ օրինակ որ ասացիք հին, դա անպայման չեն հին ձևով լինել, որ հավաքվեն բանաստեղծություններ, կարդան, ծապտան եւ ծաղիկներ իրար վրա բանան։ Բայց դա էլ է լինում իրականում հավաքվելուց, հա, պոեզիա կարդում։ Սաղի տրամադրությունը լավ է լինում, տենց էլ է լինում, բայց մեծ մասամբ դեռ հավաքվում են մարդիկ սուրճ են խմում, խոսում են իրար հետ, կիսվում են, ինչ են անում, ինչ չեն անում, եւ կենցաղից, որովհետեւ այդ իստո այդպես մի քիչ թյուր կարծիք է, որ արվեստագետները անդադ իրար հանդիպում են ու իրար բան են անում, այդ իրար սպանում են ամեն մեկ իր պրոյեկտը պատմելով, չէ, ուղղակի հանդիպում են ու իրար հիշում են այդ պահին իրար հետ շփվում են էլի հիմնականում պրոյեկտներ չեն էլ պատմում այսինքն չէ դա ուղղակի տեղը որտեղ ամենայն դեպս հնարավոր է հավաքել ես ուրիշ տեղ երևի էլի կա բայց չգիտեմ տենց ավելի ազատ միջավայր ավելի անկաշկանդ չգիտեմ ուրիշ տեղ էլի ես սիրով գնում եմ իմ ընկերները ընդեղ են ու լիքը նոր մարկանց հետ եմ ցանոթացել իսկ արվեստը ինչ որ իմաստով նաև ոգեշնչում է գրականության համար ոգևորում է ես ամենայն դեպս իմ բոլոր ընկերները գիտեմ որ գեղանկարչության մեծ սիրահար եմ Instagram-յան իմեջում էլ անդրադառնում եմ եւ իմ ընկերների գործերը եւ համաշխարհային նկարչության գործերը ես գեղանկարչությունը իմ համար երկրորդ ամենակարևոր արվեստն է գրականությունից հետո ու ես շատ եմ սիրում նկարչություն միշտ որ գնում եմ իհարկե իրենց գործերը ինձ ոգեշնչում են ստեղծագործել տեղադրում եմ մեր նկարները որից ոգեշնչված տեքստեր է գրում հետաքրքիր անվճար է տեղադրում հա շնորհակալ եմ անչո ես էլ շատ երկար ժամանակ նկարեմ խոստովել դեռ չեմ տվել բայց շուտով դա կայանում է քո պատում Ես գիտեմ, որ ընդհանրապես բանը արտ կվարտալի տարածքը լինելով Երևանի ամենահին բակերից մեկը, խնդիր ուներ նաև այնտեղ կայանալու եւ ամուր հիմքեր ունենալու, այսինքն արմատներ այսպես գցելու, ինչ process-ներ են այդտեղ ընթանում նաև քաղաքապետարանի հետ, եթե կա եւ արդյոք դուք զարգանալու ինչ հեռանկարներ եք տեսնում արտ կվարտալի
շենքի հետ կապված կամ տարածքի հետ կապված իրականում այն խնդիրները, որոնք որ եղել են երկար տարիներ շարունակ, այդ խնդիրները դեռ կան։ Բայց այդ խնդիրները մեզ նկարիչներից ու արտ կվարտալի ներկայացուցիչներին չի հասնում։ Այսինքն մենք մեր գործունեությունը հանգիստ ծավալում ենք այն մարդիկ, ովքեր որ պատասխանատու են այդ ամեն ինչի համար, սեփականատերեր կամ համապատասխան մարմինները իրենք թույլ են տալիս, որ մենք այդ գործունեությունը այնտեղ ծավալենք։ Թե քաղաքապետարանը, թե սեփականատերը տարածքի ու մնացած սեփականատերը, որովհետև մի քանի սեփականատերեր կան, հա, այդ ամբողջ տարածքում բոլորը լոյալ են մեզ, որովհետև գիտեն, թե մենք ինչը որ շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է ու ինչի համար շատ շնորհակալ եմ իրականում։ Ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մեզ պիտի այս ձևով ասեմ, մեզ ոչ ոք չի նեղացնում մեր գործունեությունը ծավալելու, նախ որովհետև մենք օրենքի խախտումներ չենք անում, դա շատ կարևոր է, ամեն ինչ փորձում ենք ծավալել օրենքի շրջանակներում ու այդ օգնում է մեզ մնալ ալիքի վրա։ Այսինքն իսկ ընդհանուր գործունեությունը ծավալելու իրականում պլաններ ու նպատակներ ունենք, ուրիշ տարածքներ ունենալու, նոր ինչ որ հետաքրքիր Հա, իհարկե, նոր լոկացիաներ ստեղծելու, ուրիշ քաղաքներում նոր լոկացիաներ ստեղծելու, նմանատիպ նաև ուրիշ քաղաքներ։ Հայաստանում ուրիշ քաղաքների մասին է խոսքը, եթե հետագայում նենց ստացի։ Էլի հին շենքերի տարածքում եք, որ նույն կոնցեպտով, ուղղակի դրանք դեռ պլանավորման փուլում են, հասկանալով, որ մեր ոլորտում այդքան էլ մեծ ռեսուրսներ չկան, նամանավանդ երբ զրոյից են նկարիչները ինչ-որ բան կազմակերպում, հա, բայց իրականում կարծում եմ մեր էնտուզիազմը մեզ դեռ շատ հեռու կտանի, որովհետև էնտուզիազմը կարծում եմ մեր դեպքում այն բանն է, որ չի հանգում ու չի հանգի։ Այսինքն մեր մոտ ոչ թե հույսն է մեռնում վերջին, այլ էնտուզիազմն է վերջին։ Կարևոր բառը հինն է։ Հին Հին տեղը է։ Էնտուզիազմը հիման է, այո, հին տեղեր ենք բացել։ Կարանք թերելը փոխենք հնով։ Հին Գուցե մյուս տարի։ Եկեք ամփոփենք մեր զրույցը ու փորձենք այսպես ընդհանուր ներկայացնել, թե ինչ է սպասվում արվեստասերներին եւ ընդհանրապես արտ կվարտալով հետաքրքրվողներին ու նաև արվեստագետներին։ Սիրով, մի երկու բառ ես ասեմ, բայց այսօր կուզեմ ամփոփես դու։ Դու առաջին անգամ ես ամփոփելու այս թեմայով առասարակ արտ կվարտալի մասին ինչ-որ միջոցառման թեմա, ես կուզեմ որ տեսնեմ դա։ Ապրիլի 11 ժամը 19:00 բոլոր արվեստասերներին հրավիրում ենք Պուշկինի 4, հա, արտ կվարտալ, վայելելու հիասքանչ նկարիչների աշխատանքներ, հիասքանչ գրողի աշխատանք ու հիասքանչ երաժիշտների պերֆորմանս։ Դրանից ավել բան արվեստասերներին, չգիտեմ, Երևանում էլ ինչ կարելի է խոսք տալ։ Դու երևի կասես։ Խոսքը տանք, որ մուտքը ազատ է եւ անվճար։ Այդ ամենակարևոր բանն է, համեցեք ու ընթացքում արդեն կտեսնեք բոլորի գործերը եւ կհասկանաք արժեր, որ մուտքը ազատ է։ Իսկ հյուրասիրությունը նույնպես անվճար է։ Հյուրասիրություն չէ։ Մենք փորձում ենք այդ հին բաներից, այդ ֆուրշետ։ Այ հին բաներից մենք որոշել ենք այդ դեպքում ձերբազատվենք, այո։ Շատ լավ, թերևս այսքանը, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի ռադիո լսողներ, միացեք արտ կվարտալի համայնքին, այսպես անտեսանելի թելերով կապվեք նրանց հետ, գուցե նոր հետաքրքիր բացահայտումներ անեք։ Ես տեղեկացնեմ, որ իմ հյուրերը այսօր արտ կվարտալի համահիմնադիր Սերո Սողոմոնյանն էին, ով նաև ցուցահանդեսի համադրողն է եւ արձակագիր Արամ Ավետիսը, ով այս ցուցահանդեսի մանիֆեստի հեղինակն էր։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։